Հարգելի գործընկերներ, պարոն Քոչարյան, ես նախագիծը բնականաբար հետ չեմ քաշելու, քանի որ այն տևական ժամանակ քննարկվել է եւ ստացել է կառավարության կողմ դիրքորոշումը եւ վարչապետի ստորագրությամբ կառավարության առաջարկներով որպես դրական եզրակացություն ստացած նախագիծ եկել է ազգային ժողով եւ ես որպես քաղաքական թիմի անդամ պարտավոր եմ կողմ քվեարկելու, եթե այլ կարծիք չեմ հայտնել սահմանված կարգով։ Ուզում եմ նշել, որ առաջի օրվանից երբ նախագիծը քննարկվել է, պարոն Քոչարյանը ինձ աջակցել է նախագծի քննարկումների ժամանակ ու միշտ ասել է, որ կողմ է նախագծին, նաև նոյեմբերին եւ վարչապետի մոտ եղել է քննարկում, որևէ դեմ կարծիք չի հայտնել, մի քանի նախադասություն միտք ասել, որոնք ավելի շատ պաշտպանել են նախագիծը, առնվազն որևէ բացասական միտք չի ասել, ինչը նշանակում է, որ պարոն Քոչարյանը եղել է կողմ։ Հետո պարոն Քոչարյանը ներգրավել է միջգերատեսչական հանձնաժողովում, որը վարչապետի որոշումով ստեղծվել է, միջգերատեսչական հանձնաժողովը աշխատել է 6 ամիս, պարոն Քոչարյանը մասնակցել է 2 նիստի, մի քանի քննարկումների չի մասնակցել, 2 նիստերի ընթացքում որևէ դեմ կարծիք չի ասել, ոչ բանավոր, ոչ գրավոր, որևէ առաջարկ չի ներկայացրել։ Հետո այս սահմանված կարգով այս տարվա փետրվարին մեր խմբակցության պատգամավորներին ուղարկել եմ նախագիծը, որ եթե մեր պատգամավորները դեմ կարծիք ունեն դրա մասին ասել միջև պաշտոնապես շրջանառության մեջ դնել է պարոն Քոչարյանը, ոչ պարոն Քոչարյանը, ոչ էլ մեր այլ գործընկեր, որևէ գրավոր առաջարկ չեն ներկայացրել, ինչը ենթադրում է, որ պատգամավորները կողմ են եւ վարչապետի հավանությունը ստանալուց հետո միայն նախագիծը դրել են շրջանառության մեջ, նախագիծը շրջանառվում է արդեն 3 ամիս, այս 3 ամիսների ընթացքում ես բազմաթիվ քննարկումներ եմ հրավիրել, որոնց պարոն Քոչարյանը չի մասնակցել, ես կեսը ձեր մասին է, հաջորդիվ ասեմ, որ նախորդ, երբ որ կոմիտեի նիստում նախագիծը ստացավ դրական եզրակացություն, ես դրա մասին ասել եմ պարոն Քոչարյանին եւ նա շատ ուրախացել է եւ դրական է վերաբերվել դրան։ Դրանից հետո մենք ունեցել ենք կոմիտեի նիստը տեղի ունեցել 2 շաբթի օրը, 3 շաբթի օրը սահմանված կարգով հարցը պետք է ներառվեր հանձնաժողովի նիստի օրակարգում եւ պարոն Քոչարյանի հետ քննարկել ենք եւ պարոն Քոչարյանը ասել է հետեւյալը, որ նախագծին կողմ եմ, կառավարության հետ խոսացել եմ, բոլորը կողմ են եւ նաեւ կառավարությունը տվել է դրական եզրակացություն, բայց մի հատ sense պահ կա, հետաձգենք այս նիստը, որպեսզի 5 շաբթի օրը նաեւ կառավարությունում զեկուցվող հարցերի մեջ պետք է ներառվի նախագիծը, որպեսզի կառավարությունում զեկուցվի, դրա մասին կառավարություն խոսան, նախարարը զեկուցի, կառավարությունը նույնպես տա, բացի կոմիտեի դրականը, նաեւ կառավարությունում տարվի դրական եզրակացություն, որից հետո նախագիծը կընդունենք։ Ես նշել եմ, որ այո, պարոն Քոչարյան, այդպես էլ կանենք, ուրբաթ օրը ուրեմն կդնենք արտահերթ նիստ, պարոն Քոչարյանը ասել է հետեւյալը, որ ինքը երկրում չի լինելու եւ առաջարկում է տեղափոխել հուլիսին քննարկելու համար։ Ես նշել եմ, որ նախագիծը մենք մարտից ինտենսիվ քննարկել ենք տարեսկզբին հանձնաժողովում, որպեսզի մինչև ամառային զորակոչ հասցնենք ընդունենք, ես այն բացասական խնդիրները, որ ունենք, մենք դրա դեմը առնենք։ Պարոն Քոչարյանը, որ հանձնաժողովում կարաք նշեք։ Հանձնաժողովի անդամները այստեղ են։ Չէ, դուք սխալ կեղծ բաներ եք ասում։ Ոչ մի ընդհատեք։ Կեղծ բաներ ես ասում, պարոն Սարգսյան, որ հանձնաժողովի անդամները այստեղ են։ Ինչն եք քննարկել։ Ես ինչ ասում եմ, դուք ինչ ասում եք, մինչև հիմա կեղծիք եք։ Պարոն Քոչարյանն ասեցի չընդհատեք։ Ես կհրապարակեմ ձեզ գրած մեյլը եւ նաեւ աշխատանքային քննարկման հրավերները կհրապարակեմ հեսա հաջորդիվ։ Եվ պարոն Քոչարյանը ինձ ասում է հետեւյալը, ես ասում եմ հետեւյալը, որ նախագիծը պետք է քննարկվի, քանի որ մեր քաղաքացիները օրը 5-ից 6 քաղաքացի հրաժարվում է քաղաքացիությունից, զորակոչի թիվը իջել է 30%, մենք պետք է քայլեր ձեռնարկենք արտագաղթի դեմը կանգնացնելու, զորակոչի թիվը բարձրացնելու, ներգաղթ ապահովելու եւ մեր բանակի առաջ ծառացած այս խնդիրները, որով նաեւ վարչապետի հանձնարարականներն են, մենք պետք է կատարենք։ Պարոն Քոչարյանը ինձ ասում է, որ ես Ամերիկայում եմ լինելու, կգանք հուլիսին կընդունենք հանգիստ տեղի, սա խոսացրել դրական, ասում է պարոն Քոչարյան ջան, չենք հասցնի, եթե հունիսին քվեարկենք մի ընթերցմամբ, չենք հասցնի մինչև հուլիս ընդունենք։ Պարոն Քոչարյանն ինձ ասում է, դու խնդիր չունես, արտահերթով կանենք։ Ես ասում եմ, որ չեմ ուզում այս նախագիծը արտահերթով գա, քան հաշվի առնելով նախագծի կարևորությունը։ Առաջին ընթերցումը կանենք
այս մայիսին, երկրորդ ընթերցումը դուք Ամերիկայից կգաք, նոր մենք կանենք։ Պարոն Քոչարյանից ասում է, բա որ չկարողանաս կողմ ձեներ հավաքես, պարոն Գագիկ Մերքոնյանը, բա որ հանկարծ հիվանդանա չկա, նիստը չկան, ասում եմ, դե կփորձենք։ Ցավոք սրտի տենց է լինում է, նիստի օրը պարոն Մերքոնյանը հիվանդանում է հանկարծակի ու նիստը չի կայանում։ Իմ զանգերին պարոն Քոչարյանը չի պատասխանում, հետո Ամերիկայից վերադառնալուց հետո խմբակցության նիստում պարոն Քոչարյանը հայտարարում է, որ նախագիծը խնդրահարույց է, ինչը իմ համար անակնկալ է լինում, հաշվի առնելով նորին պատմած պատմությունը, որ պարոն Քոչարյանը ասել էր անգամ կողմա, որ դա անենք արտահերթ նիստով, ու ֆրակցիայի նիստում պարոն Քոչարյանը ասում է, որ ինքը առաջի անգամ է տեսնում մեկ ամիս ծառայության բաղադրիչ, ինչը ես ներկայացրել եմ վարչապետի ներկայությամբ, ներկա եղել եւ վարչապետը, երկու փոխվարչապետերը, ԱԱԾ-տնօրենը, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահան, գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը եւ մի շարք այլ ղեկավար պաշտոնատար անձինք։ Եվ դա հայտնի եւ նաեւ այդ իմ 5 կետերը շրջանառվել են եւ գերատեսչություններն տվել են կարծիք, իդեպ նաեւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տվել կարծիք, որը իմ մոտ առկա է, պարոն Քոչարյանը ասաց, որ կան գերատեսչություններ, որոնք կարծիք չեն տվել։ Սա պարոն Քոչարյանի մասով։